Ես մի երկու ամիս առաջ տուն գնացի մեր տղաս ապրում է Վայքի շրջանում, Սարավան գյուղում։ Գնացի ինձ շատ խնդրեցին, ես 6 տարի էլ խնդրում են, որ չգնամ, չվերադառնամ էլի, մնամ տանը։ Ես շատ էի խապել իրենց, աշուն կգամ, գարուն կգամ, ես վերջին անգամ արդեն վերջնական ես իրենց ժամկետը տվեցի, որ գարնանը գնում եմ։ Ուրեմն ես թատերախումբը այնպիսի բանա ինձ համար շատ կարևոր ինչ որ աշխատանք կլինի, թե զբաղվելու միջոց, այնպես է, որ ես նույնիսկ ափսոսում եմ, որ պետք է այդ թատրոն թողեմ գնամ մեր տուն, իմ տղաների կամ երեխեքների մեր ընտանիքում ժամկետ Այդ բոլոր հարցերին մի անգամից եք պատասխանում։ Այդ դրա մասին հարցնելու է հələ։ Լավ։ Պարոն Բաղդասարյան, ինչ է ձեզ համար թատրոնը եւ ինչ զգացողություններ եք ունենում բեմում։ Թատրոնը ինձ համար շատ մեծ կարևոր նշանակություն ունեցող գործ էր եւ ես երբ այս թատրոնին մասնակցեցի առանց որևէ կրթություն ունենալու արվեստից շատ բան տվեց եւ ափսոսում եմ որ ես թատերական չեմ մտնում այդ ժամանակ հնարավորությունս կար իհարկե ընդունակությունս լավ էր երիտասարդի հիշողություն ամեն ինչ եթե դիմեի ես կընդունվեի բայց ինչի համար ես չնդրեցի թատերական մասնագիտություն գնացի մանկավարժության հետևից դա ինձ համար ավելի թատրոնը ինձ համար ավելի սիրելի էր քան մանկավարժությունը Թատերական ինստիտուտ կգնայի այո թատերական կրթություն կստանայի եւ կգնայի ռեժիսոր Կարլիկ Սեյրանյանի մոտ կբարձվեի եւ կյանքս կարող է երկարաներ այդ թատրոնի մեջ մտնելուց առանց այդ էլ իհարկե 85 տարի քիչ կյանք չի տեսել եմ բայց երկարակեցության ես սպորտով ժամանակին լավ զբաղվել եմ պարապել եմ վասկա ինչա թեթևատլետիկան եւ հիմնել եմ զբաղվում միգուցե եւ իմ երկարակեցությանը դրա հետ է կապված երկրորդ պատճառը մեր գենդերն ասերուտի պապս ապրել է 94 տարի հայրս 97 տարի իսկ ես ինչքան կապրեմ չգիտեմ այնուամենայնիվ այս բանում տուն ինտերնատ գալը ճիշտ է ասում են սատանան այնքան սարսափելի չէ որքան իր անունն է երբ ինձ առաջարկում էի որ խանութ գնամ մի 3 անուն որևէ ապրանք գնելու որ հասնում էի խանութ երկուսը հիշում էի մեկը բռնում բայց այս թատերական խմբից հետո իմ հիշողությունը կարծես մի քիչ բարձրացավ եւ մեր այդ խումբը որ կազմավորեց այնքան էլ շատ առաջընթաց առաջադեմ մարդիկ չէինք բայց բոլորս էլ տարիքավոր 70-ից 83 տարեկան եւ երբ կազմավորվեց այս բանը եւ մենք ոչ միայն մեր տուն ինտերնատում ցուցադրեցինք այլ Թումանյանի տեխնիկային թատրոնում բանի Սունդուկյանի Բարոնյանի թատրոնում Լեննական գնացինք Կիրովական հյուրախաղերի եւ սա մեծ բան ուրախություն առաջացրեց մեծ շանսեր եւ իմ հիշողությունը վերականգնելու եւ ժամանակը անցկացնելու համար փորձերը շաբաթական 3 օր
Գառնիկ Սեյրանյանը երբ եկավ այդ մեր տուն ինտերնատ, ես սկզբից զարմացա, որ մենք երևի չկարողանանք գլուխ անել ներկայացում տալուց, բայց այնքան հույս տվեց մեզ, որ սկսեցի տրամադրվել եւ բավականի հաջողություններ ունեցանք այս 4 ներկայացումների մեջ։ Հիմել իհարկե ընթացքի մեջ է, շուտով կսկսենք արդեն գնամ արիշիրեմ, համարյա թե ես պատրաստ եմ արդեն դրան, շատ քիչ բան է մնում ինձ։ Իսկ այս վերջին ներկայացումը, որ ինքս է գրել, սցենարը ինքս է գրել, Շեքսպիրի մեղքեր վերնագրով, ինձ շատ զարմացրեց եւ հետաքրքրեց ու անհամբեր ես սպասում եմ այդ օրվան ներկայացում տալու եւ ես զարմանում եմ մեր Գառնիկի այդ ընդունակությունների, այդ կարողությունների վրա։ Առաջ իհարկե որ եկավ, սկզբնական շրջանում ասեց հուսահատվել էի ես, միշտ բան եմ եղել է, հույս չեմ ունեցել, որ կարող է վերջակետի հասցնենք կամ ներկայացում հաջողական տանք։ Միայն մեզ ինձ հետաքրքրում էր միայն ծերանոցի, այդ տուն ինտերնատի դահլիճում դրանց համար, բայց երբ մեր համբավը տարածեց նաև դուրս եկանք հյուրախաղերի ուրիշ տեղեր գնալու, ես շատ զարմացա եւ նկարահանման համար, որ կինո են նկարահանում, ռեժիսորն էլ այդ նույնի, այդ սցենարի ռեժիսորն էլ մեր Գառնիկ Սեյրանյանն է իհարկե։ Ես երբ ընթերցեցի դա կարդացի, մի անգամ ինքն է կարդացել, մի անգամ էլ ես եմ ընթերցել այդ ամբողջ ներկայացումը եւ զարմացել եմ մեր Սեյրանյանի այդ շատ ընդիր սցենարը գրել Շեքսպիրի վերաբերյալ։ Հանդես է գալիս ինքը եւ որպես ռեժիսոր եւ որպես գրաքննադատ, որ քննադատում է Շեքսպիրին իր մեղքերի համար եւ որպես փաստաբան, որ պաշտպանում է Շեքսպիրին, զարմանալի շատ հետաքրքիր իհարկե սցենարը գրել, որ 600 տարվա ընթացքում ոչ մեկի մտքով, ոչ մի ռեժիսորի մտքով չի անցել այդ կատարելու 15-րդ դարի դեպքեր, հիմի ինքը բացահայտել եւ գրել է դա։ Անհամբեր կսպասենք, որ բեմում էլ տեսնենք։ Այո, շատ հետաքրքիր է իհարկե։